Բարեկեցիկ ծերություն ունենալու կառավարության խոստումները ընդհանրապես թվային մանիպուլյացիաներ են, այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց Հայհեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը ներկայացրեց դեմ քաղաքացիական նախաձեռնության եւ 4 ոչ իշխանական ուժերի դիմումը։ Պարոն Մինասյանը վիճարկեց կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։ Խնդրում եմ մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել։ Պատասխանող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը պնդեց, կենսաթոշակային այս համակարգի ներդրմամբ իրեն քաղաքական դիվիդենտներ չեն շահում։ Համոզմունքն է, որ տալիս է մեզ հավատ, որ մենք բաշխակատով ենք նայում այն սերունդների աչքերին, ովքեր քաղելու են այս համակարգի օգուտները։ Սահմանադրական դատարանի անդամների հարցերին այսօր պատասխանեցին նաև կառավարության անդամները։ Բարձր դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը, մասնավորապես Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, որտեղ էր գրված նրա լիազորությունները, երբ բարձր դատարանը պարտադիր բաղադրիչի կասեցման որոշում է կայացնում, սակայն կառավարությունը իդեմս Կենտրոնական բանկի եւ ֆինանսների նախարարի ստիպում է գործատուներին վճարումներ կատարել։ Մեր պրոֆեսիոնալ ենթադրությունների արդյունքում հայտարարություն են կարել իրավիճակը ինչ որ ձևով կարգավորելու առումով։ Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի անորոշ պատասխանները Սահմանադրական դատարանի անդամներին ստիպեցին ավելի կոնկրետ հարցադրումներ անել։ Կենսաթոշակ ստանալը քաղաքացու իրավունքն է։ Իհարկե։ Բարի։ Կարամ այդ իրավունքից ես հրաժարվեմ։ Դուք կարող եք կենսաթոշակ ստանալու իրավունքից հրաժարվել, եթե դիմում չգրեք կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ չստանալու, կարող եք, այո։ Սահմանադրական դատարանը այսօր ավարտեց նիստը։ Արդյոք պարտադիր բաղադրիչը կճանաչվի հակասահմանադրական, բարձր դատարանը իր որոշումը կհրապարակի մոտակա օրերին։